Մինչ տեսանյութը դիտելը անպայման բաժանորդագրվեք ալիքին և սեղմեք զանգակի վրա, քանի որ առաջիկայում դեռ շատ հետաքրքիր տեսանյութեր են սպասվում։ Ողջույն։ Երբևէ մտածել եք ինչպես է առաջացել ամանորը, որը արդեն դարեր շարունակ ամեն տարեմուտին և տարեսկզբին նշվում է ամբողջ աշխարհում։ Նախ հասկանանք, թե ինչպես է սահմանվել այդ տարեմուտն ու տարեսկիզբը։ Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մեր թվարկությունից առաջ 46 թվականին։ Այն ընդօրինակվեց աշխարհի տարբեր երկրների կողմից և համարվեց տարվա սկիզբ, սակայն ժամանակի ընթացքում որոշակի շեղումներ նկատվեցին այս օրացույցի մեջ։ Օրացույցը իր վերջնական տեսքը ստացավ 16-րդ դարում, երբ Հռոմի պապ Գրիգորիս 13-րդը այդ օրացույցը դարձրեց ավելի ճշգրիտ։ Ըստ դրա, մեկ տարին կազմված էր 365.25 օրից։ Սա հենց այն ժամանակահատվածն է, որի ընթացքում երկիրը մեկ ամբողջական պտույտ է կատարում Արեգակի շուրջ։ Այսօրվա մեզ հայտնի օրացույցը հենց այս ճշգրտումն արած Հռոմի պապի պատվին կոչվում է Գրիգորյան օրացույց։ Աշխարհի բոլոր երկրների մեծ մասը ամանորը և Սուրբ Ծնունդը նշում են հենց այս օրացույցին ենթարկվելով։ Ու քանի որ ամեն երկիր ունի իր ավանդույթներն ու դիմագիծը, ամանորը նշելու ձևերը տարբեր երկրներում ունեն տարբեր բնույթներ, որոնք երբեմն շատ հետաքրքիր են, երբեմն նաև զվարճալի։ Իտալիա։ Միջերկրական ծովի սրտում գտնվող այս չափազանց գեղեցիկ երկրում կա մի հետաքրքիր ամանորյա ավանդույթ, որի արդյունքում Նոր տարվա գիշերը մարդիկ պատուհանից դուրս են նետում իրենց տան հին իրերը։ Նրանք հավատում են, որ Նոր տարին պետք է դիմավորել ազատվելով հին իրերից, վատ ու տխուր հիշողություններից, ընդունել նորը և Նոր տարին սկսել հնարավորինս նորովի։ Ճապոնիա։ Ծագող արևի երկրում ամանորի գիշերը 108 անգամ լսվում են զանգերի ձայներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է որևէ բացասական երևույթի ավարտ։ Իսկ զանգերից հետո բոլորը շատ բարձր ծիծաղում են, մեկնաբանելով, որ ծիծաղը դրական տարի կբերի նրանց։ Վենեսուելա։ Հարավային Ամերիկայում գտնվող այս պետության ամանորյա ավանդույթը շատ զվարճալի բնույթ ունի։ Ամանորի գիշերը վենեսուելացիները հագնում են դեղին ներքնազգեստներ, հավատալով, որ դա իրենց հաջողություն կբերի։ Իրականում Հայաստանում էլ են Նոր տարվա գիշերը հագնում դեղին ներքնազգեստներ, հատկապես այն մարդիկ, ովքեր ամբողջ գիշեր խմում են ու չեն կարողանում հասնել պետքարան։ Վենեսուելայում նաև երազանք են գրում թղթերի վրա և ամանորի գիշերը այրում դրանք։ Ֆրանսիա։ Եվրոպայի արևմուտքում գտնվող այս երկրում հավատում են, որ ամանորի գիշերը առաջինը իրենց հյուր եկած մարդը մարմնավորում է գալիք տարին։ Այդ գիշեր բոլորը սպասում են միայն ցանկալի հյուրերի։ Ֆիլիպիններ։ Բազմաթիվ կղզիներից կազմված Ֆիլիպիններում կա ամանորյա ավանդույթ երեխաների համար։ Այն երեխաները, ովքեր ուզում են բարձրահասակ մեծանալ, պետք է ամանորի գիշերը 10 անգամ ցատկոտ են դրսում։ Դանիա։ Դանիացիները ամանորին իրենց տան հին սպասքը նետում են մտերիմների կամ հարևանների տան դռան դիմաց և կոտրում դրանք։ Դրա համար նրանք մի ամբողջ տարի նախապատրաստվում են, նախօրոք հավաքելով տարբեր բաժակներ, ափսեներ և այլ նմանատիպ կոտրվող իրեր։ Ամանորի գիշերը ամբողջ Դանիայով մեկ լսվում է կոտրվող սպասքի ձայն և այս ու այն կողմ են թռչում սպասքի մանր կտորներ։ Ոչ ոք այդ ամենից չի նյարդայնանում, այլ ընդհակառակը, նրանք հավատում են, որ որքան շատ ջարդված սպասք լինի դռան առջև, այդքան հաջողակ կլինի գալիք տարին։ Իսպանիա։ Իսպանիայում խաղողի վազը հնուց համարվում է ընտանեկան երջանկության, սիրո և օջախի խորհրդանիշ։ Այստեղ տարեմուտի գիշերը ժամացույցի վերջին 12 զանգերի հետ 12 հատիկ խաղող են ուտում և գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում։ Այս ավանդույթը նաև առկա է Պորտուգալիայում։ Էստոնիա։ Էստոնական ամանորյա ավանդույթը իրենից ենթադրում է այդ գիշեր ուտել 7, 9 կամ 12 տեսակի մսային ուտեստ, կախված ախորժակից։ Այս ավանդույթը շատ դաժան է հատկապես բուսակերների համար։ Չինաստան։
Աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում նոր տարին նշվում է ավելի ուշ, քան ավանդական եվրոպականը։ Այդ տոնը գալիս է փետրվարի վերջին։ Չինական ամանորի բնորոշ հատկանիշները համարվում են օդ բարձրացող լույսերը, վիշապի պարերը եւ հրավառությունը։ Չինացիները հավատում են, որ այդ գիշեր ինչքան շատ լինեն լույսերը, այնքան երջանիկ կլինի գալիք տարին։ Վենեցիա։ Իտալական այս գեղեցիկ քաղաքում կա մի հրաշալի եւ ռոմանտիկ ամանորյա ավանդույթ։ Ամանորի զանգերը խփելու պահին բոլոր սիրահար զույգերն ու ամուսինները համբուրվում են մինչև զանգերի ավարտը։ Բելգիայում նույնպես կա այսպիսի ավանդույթ։ Ուղղակի այնտեղ մարդիկ հավաքվում են տներում, 3 րոպե անջատում տան լույսերը եւ համբուրվում մթության մեջ։ Այս մարդիկ հավատում են, որ այդպես գալիք տարում սերը նրանց հաջողություն կբերի։ Այսքանն էին ամենահետաքրքիր ամանորյա ավանդույթներն ամբողջ աշխարհում։ Եթե դրանցից որևէ մեկը ձեզ դուր եկավ, կարող եք փորձել, միգուցե այն իսկապես հաջորդ տարում հաջողություն բերի ձեզ։ Իսկ ես իմ կողմից գալիք տարում բոլորիս մաղթում եմ սեր, երջանկություն եւ որ ամենակարևորն է՝ խաղաղություն։ Լավ մնացեք, կհանդիպ